Ողջույն բոլորին, հուսամ դուք լավ եք։ Մենք պատրաստվեցինք այսօր երևի առաջին անգամ, չէ՞։ Տեղին պատրաստվեցինք, շպարվեցինք, սիրուն հագնվեցինք, մարտավարի։ Գնում ենք Բաթումի, տոմսեր ենք գնել դելֆինարիումի, օնլայն տարբերակով, նախապես, իմիջայլոց հետ նկատի ունեցեք, որ նախապես պիտի վերցնեք, ունեթե 2 օր առաջ, որ ձեր ուզած տեղում լինի, տեղերը ոնց է հարմարեցնել։ 6 կարգերի միջև 6 տեղերը թրջելի է դելֆինը, դրա համար 7-րդ շարքից ամրագրեք, այնտեղ անուդեն ընդհանրապես չի թրջում, այտենց, մենք ոնց որ 7-րդ կարգում արդեն զբաղված էր, 8-րդ կարգից ենք վերցրել, ապահով առաջաստված կնստենք։ Երեք եղանք շուկայում, կարծում եմ շուկայի վլոգը սրանից առաջ կտեղադրեմ, կտեսնեք ու մեծագույն հիասթափություն ապրեցինք, այն որ բառերով ասելու չի, այդ վլոգում իհարկե չեմ խոսացել, չեմ ասել իմ տպավորությունների մասին, մեր տպավորությունների մասին, բայց սպասարկումը, վերաբերմունքը զրոյական մակարդակի վրա էր, անհյուրընկալ, չգիտեմ, այնքան սենց լցված բաներ ունեմ, որ կուզեմ ասեմ, բայց շատ բաներ էլ այսպես մեջս եմ պահում։ Իրականում մեր երկրում մենք շատ բաներ չենք գնահատում կամ սպասարկումը հայերիս չենք գնահատում, բայց մեր մոտ սերվիսը շատ բարձր մակարդակով է, մարդկանց սպասարկումը, մեկ էլ որ դժգոհում են, արժի մեծահոգաբար մոտենալ, այստեղ ընդհանրապես սպասարկում չկա, շուկայում տարբեր ազգությունների մարդիկ կան, գիտեք, եւ թուրքեր, եւ ադրբեջանցիներ, վրացիներ, չինացիներ, յուրաքանչյուրին ինչպես են դրսևորել առիթ ունեցանք տեսնելու, ես երբևէ չէի պատկերացնի, որ կներեք արտահայտության համար, բայց շատ անմակարդակ ձևով դեղատան աշխատակիցը քիչ էր մնում ինձ ծեծեր, բառից բուն իմաստով, որովհետև ընդամենը խնդրեցի, որ հերթը պահեն, որովհետև մենք հերթ էինք կանգնել մեզանից առաջ, սպասեցինք, որ սպասարկվեցին, գնացին, հետո մեր հերթներ ու մի քանի դեղի անուն տվեցի, որպեսզի հասկանամ դեղը առկա է թե ոչ, այդ ընթացքում վրացի մի անձնավորություն որոշեց, որ ինքը պիտի սպասարկվի, սենց ինձ կողքի հրելով, կանգնեց դրամարկղի մոտ ու սկսեց մի խոսքով իր հարցերը լուծել, ընդամենը ասեցի, որ կներեք, բայց մենք էինք հերթում։ Հավոր էր այդ պահին, չեմ կարող նկարագրել, թե դեղատան աշխատակիցը ոնց իր տեղից դուրս թռավ, եկավ, ձեռքերով, ոտքերով, կոկորդից ձայներ արձակելով, ոնց էր գոռում իմ վրա, որ ինչ ես խոսում, չգիտեմ, ինչ էր, ինանց լեզվով էլ ինչ-որ բաներ էր ասում։ Կներեք մի հատ սենց մանրամասնեմ, պատկերացրեք դուք սպասարկվում եք, դեղ եք հարցնում, օրինակ անալգին, օրինակ, ու երբ որ ասում անալգին չունեք, դուք թեքվում եք ու ձեր ընկերուհուց հարցնում եք անալգինի փոխարինողի անունը մի հատ հիշեցրու, այդ փոխարինողի անունը հիշեցնելու դադարի մեջ, այս որ թեքվում ես, այդ դադարի մեջ ինչ-որ մեկը մտնում է ու սպասարկվում է, ու իրանց համար նորմալ է, որ ընթացքը քո համար դադարեցվի, մեկ ուրիշի սպասարկել։ Ստեղ ուրիշ պահ էր, ինձ թվում է իրանք զուտ տրամադրված են հայերի նկատմամբ, գուցե եւ ռուսալեզու ազգի նկատմամբ ովքեր խոսում են ռուսերեն, որովհետեւ այստեղ հիմնականում մենք խոսում ենք ռուսերենով, որովհետեւ ռուսերենը ավելի ազատ ենք հաղորդակցվում։ Ու դա իրանց տիպում է, որ այլ աչքով նայեն ու այլ կերպ սպասարկեն։ Ստացվում է մեզ հայերիս աչքաթող արվեց, որպեսզի իրենց ազգակցին սպասարկեն։ Ու մեր ընդվզումը, որ մենք մեր հերթի մեջ ենք, մենք սպասարկվում ենք, ինք ասեց, ես ժամանակ չեմ ունենա, եթե այդպես լինի, կարգը հենց այդպիսին է, դուք մի խախտեք, ու երբ որ Անժելան ընդամենը հայերեն ասեց, ես ինչ է կատարվում, ապշած եմ, ինքը դրանից ընդհանրապես չփորձվես, ասում է, քո լեզվով չխոսաս հանկարծ, այն լեզվով, որ ես գիտեք ոնց էր վրա սենց մատ էր թափ տալ, մենակ մատ չէ, հետո դրանից հետո հասկանալով, որ իր պահվածքը ահավոր է, լրիվ
հանգիստ տոնի վրա, ոնց որ այնտեղից որ կնոպկա կար անջատված, ցենց անում, լրիվ հանգիստ, ցենց անում։ Խնդրում եմ ընտրեք, ինչ էի կուզում։ Ոնց որ նոր ուրիշ մարդեր են տամենը, հանդես եկել։ Այդ մասով, այդ որ շատ ապշեցրել է, մյուս մասը չինացիներն են, թերևս, որ ընդհանրապես սպասարկում չկար մոտեցում, չհաշված այնտեղ Անժելան նկարել է իրանց անդերցարանները։ Ինձ թվում է արդեն եթե տեսել եք, տեսած կլինեք, խտոտ, բառի զգուն իմաստով, չկա սպասարկման որակ, մենք շատ հաճախ Հայաստանում բողոքում ենք սպասարկման որակից, վերաբերմունքից, բայց հավատացեք մեզ մոտ բարձրակարգ։ Tansiyon tıbasın, tansiyon. Bakma, var. Siyasa yine de ya. Bordiyle hani bir şey kalıyor. Ինչպես հասկացաք, մենք արդեն Բաթումիում ենք, նավահանգստում։ Հիմա ուզում ենք քայլենք դեպի դելֆինարիում, մոտակայքում կպտտվենք, հետո կմտնենք դելֆինարիում ու հետ կգանք այստեղ, երևի թե նավ կնստենք ու հետ կվերադառնանք։ Եկանք կանգար, որոշեցինք դեպի դելֆինարիում ավտոբուսով գնալ։ Այստեղ փաստորեն քաղաքային ավտոբուսները արժին անձը 70 թետրի ու ոնց որ թե եկավ, որովհետև բավականին շատ պիտի քայլեինք, որոշեցինք ոտքերներս տնայենք։
Մենք արդեն տեղում ենք, հասել ենք, մեր ժամը, ամրագրած ժամը 4-ին է, բայց հիմա ժամը 3:10 Ճիշտ է։ 10, մոտավորապես 3:10 է, բայց ասացին, որ 10 րոպեից կարող ենք ներս մտնել, բայց մոտավորապես 50 րոպե ունենք սպասելու։ Եթե 10 րոպեից մտնենք, 40 րոպե տեղավորելու է, այսինքն։ Գնա։ Alex, nicht schuda, vollständig. Спасибо. Ilia, Nona, Musa da Rola. Ich mag Ihnen das auch mit eurer Selbstart. Make some noise all together. Წყალში გადაადგილებისას დელფინების სიჩქარე 45 კმ/სთ აღწევს. Russian Silber Brunwale Applaudissements für Amerika.
Եկել ենք Սմբելու, վերցրել ենք վարունգով լոլիկով աղցան, օջախուրի, պիցցա, ֆրի, խոսքով վայելում ենք։ Ընտրում չի կարում կողմնորոշվի։ Իրա սիրելի բաժնում են, օծանելիքների բաժնում։ Ես ինձ արդեն ընտրել եմ մի հատ։ Շորեր եմ ընտրել, որ գնամ փորձեմ 3 ժամը սպասում եմ, թե երբ բարեհաճելու գա, թևս թուլացավ։ Մի քանի ժիսալ վերցրել եմ, որ փորձեմ։ Սա չաղանեցի, միջելուց այստեղ պատորված էր։ Ան 3 կինս է վերցրել, թե 4 հատ։ Կոմ եկը ձերքից ընգել է 4 հատ էի հուշում։ Կոստ կոթնում եմ յուսները, փորձեմ։ Սեսի չաղանեցի, հարապես։ Նա, լդիքնայի, տեսա։ Առաջինու էսի հավասարազոր հավանել եմ։ Շատ սիրուս ազեց։ Զացի, որ շավարը փոխեցի։ Թե չէ։ Ես իրանով չի սազում։ Սազում որ շատ։ Շատ սիրուն է սազում, հենց դրանով էլ սազում է, իմ ոչ նա։ Ես օրինակ այս ինձ կանում։ Սա է իմ ոճը։ Հենց արա։ Անես, ոնց նոր ասում են։ Էս Անժելայի ոճն է հարգելի հետևորդներ, մայթի բաց թող։ Ուշադրություն, իսկ սա Անուշի ոճը։ Էս էլ իմ ոճը։ Անտրեք, ով ոճն է գեղեցիկ։ Դե լավ այդ կոմենտներում կգրեք։ Всё։
Երեկոյան ժամը 9 է, հասել ենք նավահանգիստ ու իրականում վախենում ենք նստենք, որովհետև չենք պատկերացնում, որ գիշերը մենք վախենալու կլինի։ Հիմա երկմտում ենք, ես որ սարսափում եմ, չգիտեմ։ Անդունդ լինի, շատ վախենալու է։ Ոնց որ Տիտանիկի նավը լինի։ Everybody barack, barack, stand up like a young girl. Իջնում ենք նավի ներքև, որպեսզի տեսնենք ինչ կա ներսում։ Այստեղ էլ այսպիսի փակ տարածք կա։ Ոյ, երևի թե սուրճի հնարավորություն, բայց ինձ թվում է այստեղ ոչ մեկ էս բան չի նստի։ Ես ներքևում էի քիչ առաջ, հիմա ես վերևում ենք։ Նոր մարդիկ են միանում։ Մենք այնտեղով բարձրացանք, բայց քանի որ արդեն նավը շարժման է, այստեղով մարդիկ եկան։ Խոսքով գնացինք։ Որ նոր story է անում, ասում է անառողջ չենք սնվում։ Մենակ անառողջ չենք սնվում։ Տեսեք, առողջ բաներ էլ ենք ուտում։ Ուղղակի հաց չունենք
Տիկոն գնացել է հացի, սպասում ենք հաց բերի։ Բա, ասել մեր գիշերային պիրիկուսները։ Ռուզավիկա եկա։ Մանալեքին կան ինչ ստացել։ Ռուզավիկա եկա դե։ Նոր կեժամ խոսում էի, փաստորեն չէր նկարվել։ Ասում էի, որ սպասում էինք հացին, շոթի այդ իրանց հացին, բայց փաստորեն չի եղել, փակ էր։ Այս հացն է ժամանակ։ Հիմա փորձենք տենանք։ Նկատում փորձում ենք։